Տեխասում ուժեղ անձրևների պատճառով տեղի է ունեցել ջրհեղեղ, որը լուրջ աղետ է դարձել։ Սան Անտոնիոյում ջրի հոսքն այնքան ուժեղ է եղել, որ քշել տարել է մեքենաները, կան զոհեր ու անհետ կորածներ։ Մարդիկ ստիպված են եղել բարձրանալ ծառերի կամ մեքենաների տանիքներին, որ փրկվեն։ Փոթորիկը նաև տորնադո է առաջացրել, ինչի հետևանքով ծառեր են պոկվել եւ հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի։ Տեխասի արտակարգ իրավիճակների ծառայությունը շարունակում է որոնողափրկարարական աշխատանքները, տեղի իշխանությունները զգուշացնում են մարդկանց մնալ տանը, քանի որ վտանգը իսպառ չի վերացել։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Կալիֆորնիայի սենատորը ձերբակալվել է ուղիղ եթերում ներգաղթի վերաբերյալ հարց բարձրացնելու փորձի համար։ Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է, որ եթե ցուցարարները շրջապատեն մեքենատ, կարող ես անցնել ուղիղ նրանց միջով։ Թրամփը խոստանում է պաշտպանել անօրինական ներգաղթյալ աշխատողներին արտաքսումից, հայտարարելով, որ առանց նրանց տնտեսությունը կփլուզվի։ ԱՄՆ դպրոցները ավելի քան 9 միլիարդ դոլար են ծախսել արդար գնահատման համակարգի վրա։ Կոնգրեսը պատրաստվում է կրճատել սոցիալական օգնությունները միլիարդավոր մարդկանց թողնելով առանց առողջապահության ու սննդի։ Costco-ն գործարկում է բացառիկ ծառայություն, իսկ թե ինչի մասին է խոսքը կիմանաք, եթե թողարկումը նայեք մինչև վերջ։ Այս թողարկման ընթացքում կպատմենք ձեզ, թե ինչպես է ԱՄՆ-ն դարձել նավթի առաջատար արտահանող, որ նահանգներում է արտահանում, ում է վաճառում եւ ինչու է սա կարևոր ոչ միայն տնտեսության, այլ նաեւ քաղաքականության համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Ձերբակալվել է Կալիֆորնիայի սենատոր Ալեքս Պադիլան, Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա փորձել է հարց տալ ներգաղթի քաղաքականության վերաբերյալ։ Ասուլիսը կազմակերպել էր ներքին անվտանգության նախարարը, իսկ Պադիլյայի հարցը հասցրել էր հնչել մասնակի, երբ մի քանի անձինք նրան ուժով դուրս են հանել դահլիճից։ Սենատորի գրասենյակի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները գցում նրան գետնին ու ձեռնաշղթաներ հագցնում։ Դեպքից հետո ոչ ոք չի տվել հրապարակային մեկնաբանություն։ Դեպքը լայն արձագանք է ստացել ինչպես կոնգրեսում, այնպես էլ սոցցանցերում։ Շատերը դեպքը համարում են սպառնալիք օրենսդիր իշխանության նկատմամբ։ Ամերիկայում բողոքի ցույցերի արդեն 6-րդ օրն է։ Երկիրը ներսից պառակտվում է, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, տասնյակ խոշոր քաղաքներում գրանցվել են զանգվածային անկարգություններ, բողոքի ցույցեր ու բռնություններ, անհնազանդության ակցիաները օր-օրի թափ են հավաքում։ Լոս Անջելեսում բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջև շարունակվում են ավելի մեծ ուժով։ Ցուցարարները մայրուղուց տարբեր իրեր եւ անգամ էլեկտրական սկուտերներ են նետել ոստիկանների վրա։ Ոստիկանությունը ի պատասխան կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ։ Քաղաքապետարանի մոտ հավաքված մի խումբ ցուցարարներ պարել են մեքսիկական մշակույթում հայտնի Payaso de Rodeo երգի ներքո։ Նրանց ցրելու համար օգտագործվել են լուսաձայնային նռնակներ։ Չիկագոյում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների մեջ, ինչի հետևանքով տուժել է 66-ամյակին։ Քաղաքում արձանագրվել են նաև վանդալիզմի դեպքեր եւ առնվազն 17 մարդ ձերբակալվել է։ Ֆլորիդայում նահանգապետը հայտարարել է, որ եթե ձեր մեքենան շրջապատել են ցուցարարները, ապա դուք կարող եք բարձրացնել արագությունը մեքենայի ու անցնել ցուցարարների միջով։ Նահանգում գործում է օրենք, որը թույլ է տալիս մեքենայով փախչել վտանգից, նույնիսկ եթե դա հանգեցնի վիրավորների։ Նրա խոսքով օրենքը պաշտպանում է վարորդներին նման իրավիճակում, անգամ եթե որևէ ցուցարար վնասվի։ Այս հայտարարությունը հնչել է մեծ ցույցի նախօրեին։ Հիշեցնեմ, որ հունիսի 14-ին Թրամփի ծննդյան օրը նախատեսվում է «Թագավորներ չկան» անունով համազգային խաղաղ բողոքի ակցիա, որը կանցկացվի ավելի քան 1800 բնակավայրում եւ համարվում է վերջին տարիների ամենամեծ ցույցերից մեկը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել գործադիրի հրաման, որը կպաշտպանի ֆերմաներում եւ հյուրանոցներում աշխատող անօրինական ներգաղթյալներին արտաքսումներից։
Նախագահի խոսքով այդ մարդիկ տարիներով աշխատել են ամերիկյան տնտեսության համար եւ նրանց դուրսբերումը միայն կվնասի այդ ոլորտներին։ Թրամփը զգուշացրել է, որ առանց նրանց գործատուները ստիպված կլինեն գործի ընդունել հանցագործների, որոնք հենց նոր են ազատվել բանտերից։ Նախագահը արդեն ապրիլին խոստովանել էր, որ աջակցում է նման աշխատողների արտաքսման հետաձգմանը, հատկապես այն դեպքում, երբ նրանց ներկայությունը անհրաժեշտ է արտադրության, գյուղատնտեսության կամ սպասարկման ոլորտներում։ Նա դա դիտարկում է որպես տնտեսական կայունության պահպանման անհրաժեշտ պայման։ ԱՄՆ-ն 2023 թվականին դարձավ աշխարհում ամենախոշոր նավթ ու նավթամթերք արտահանող երկիրը, պատմության մեջ առաջին անգամ տարվա կտրվածքով արտահանելով ավելի շատ նավթ, քան ներմուծելով։ Ըստ պաշտոնական վիճակագրության օրական միջինը արտահանվել է 1.6 միլիարդ լիտր նավթ և նավթամթերք, իսկ ներմուծել 1.35 միլիարդ, այսինքն երկիրը դարձել է մաքուր արտահանող օրական 250 միլիոն լիտր տարբերությամբ։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, իսկ Չինաստանը և այլ երկրներ փնտրում են նոր ու կայուն մատակարարներ։ ԱՄՆ-ում նավթի հիմնական հանքավայրերը գտնվում են Տեխասում, Նյու Մեքսիկոյում, Հարավային Դակոտայում և այլ վայրերում։ Նշեմ նաև, որ արտադրված նավթը վերամշակվում է գործարաններում, դառնալով բենզին, դիզել, ռեակտիվ վառելիք և հեղուկ գազ։ Այս գործընթացը նպաստում է երկրի էներգետիկ անկախությանը։ Չնայած մեծ արտահանմանը, ԱՄՆ-ն շարունակում է նավթ ներմուծել, քանի որ իր գործարանները նախատեսված են տարբեր տեսակի նավթի խառնուրդի համար։ 2023-ին ներմուծման 75%-ը կատարվել է Կանադայից, Մեքսիկայից, Սաուդյան Արաբիայից, Իրաքից և Բրազիլիայից։ Այս երկրները համարվում են ամերիկյան երկարամյա գործընկերներ, սակայն միաժամանակ նաև մրցակիցներ են արտասահմանյան շուկայում։ ԱՄՆ ներմուծված նավթի մեծ մասը, շուրջ 76%-ը հում նավթ է, իսկ մնացածը արդեն վերամշակված նավթամթերք, օրինակ հեղուկ գազ, կենսավառելիքներ։ Սա ցույց է տալիս, որ երկիրը դեռ մասամբ կախված է ներմուծումից։ ԱՄՆ-ն արտահանում է վերամշակված նավթամթերքներ, որոնք ավելի մեծ արժեք ունեն և ապահովում են բարձր եկամուտ։ ԱՄՆ-ն նավթ է արտահանել հիմնականում Մեքսիկա, Չինաստան, Կանադա, Նիդերլանդներ և Հարավային Կորեա։ Այս երկրները ամերիկյան նավթամթերքի հիմնական շուկաներն են։ Արտահանման 60%-ը վերամշակված նավթամթերք է, իսկ 40%-ը հում նավթ, ինչը ընդգծում է ԱՄՆ-ի վերամշակման հզորությունը և շահութաբեր արտահանման ռազմավարությունը։ ԱՄՆ նավթի արտահանման աճին հասավ 2015 թվականից հետո, երբ վերացվեց արտահանման բազմամյա արգելքը։ Առաջին անգամ արտահանումը գերազանցեց ներմուծմանը 2019 թվականի հոկտեմբերին, այդ պահից ի վեր երկիրը հիմնականում մնում է մաքուր արտահանող։ Սա վկայում է ԱՄՆ-ի աճող էներգետիկ անկախության և գլոբալ մատակարարների դերի մասին։ Այս փոփոխությունները նաև քաղաքական ազդեցություն ունեն։ ԱՄՆ-ն նվազեցրել է կախվածությունը Մերձավոր Արևելքից, ինչը նրան ավելի ազատ է թողնում արտաքին քաղաքականության հարցում։ Նավթի ներթափանցումը եվրոպական և ասիական շուկաներ թուլացնում են Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի դիրքերը, ապահովելով ԱՄՆ-ի դերը որպես էներգետիկ գերտերություն։ ԱՄՆ-ն ապահովում է ոչ միայն իր ներքին պահանջարկը, այլ նաև դարձել է գլոբալ արտահանող, ազդելով գների, հարաբերությունների և էներգետիկ գործընթացների վրա։ Սա երկրի համար բացում է նոր տնտեսական ու ռազմավարական հնարավորություններ։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա լուրջ ազդեցություն է թողել միջազգային նավթային շուկայում։ Նավթի գները աճել են գրեթե 9%-ով, հասնելով $75, նշեմ, որ մեկ օր առաջ գները բարձրացել էր ևս 5%-ով։ Նավթի թանկացման պատճառը Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն է։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ եթե իրավիճակը տարածաշրջանում չկայունանա, գները կարող են շարունակել աճել։ Այս պահին նավթային շուկաները հատկապես զգայուն են աշխարհաքաղաքական ռիսկերից։ ԱՄՆ-ի մի շարք դպրոցական շրջաններ $9 միլիոն են տրամադրել խորհրդատվական ընկերություններին, որպեսզի ներդնեն արդար գնահատման համակարգը։ Այս նոր մոտեցումը նպատակ ունի վերացնել դպրոցներում անհավասարությունը և օգնել սոցիալապես անապահով աշակերտներին հասնել հաջողության։
Կալիֆորնիան այս ծրագրին հատկացրել է ամենաշատ գումարը $7.7 միլիոն։ Քննադատները նշում են, որ նման մոտեցումը վնասում է արժանինքների վրա հիմնված կրթությանը, թուլացնում է սովորելու մոտիվացիան եւ խանգարում է տեսնել իրական առաջադիմությունը։ Ազգային տվյալները ցույց են տալիս, որ մաթեմատիկայի եւ ընթերցանության արդյունքները շարունակում են նվազել եւ դեռ չեն վերականգնվել համավարակից հետո։ Թրամփի վերադարձից հետո ընդամենը 5 ամսում ԱՄՆ աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են արձանագրվել եւ այսպես հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված բոլոր նոր աշխատատեղերը զբաղեցրել են հենց ԱՄՆ-ում ծնված քաղաքացիները։ Թրամփի տնտեսական խորհրդատուները պնդում են, որ սա ուղիղ արդյունք է ներգաղթից սահմանափակման քաղաքականությանը։ Համեմատության համար նշեմ, որ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում նոր աշխատատեղերի մեծ մասը ստացել էին միգրանտները՝ շուրջ 4.7 միլիոն, մինչդեռ տեղացի ամերիկացիները ընդամենը 645,000։ 2025-ի գարնանը արտասահմանցի աշխատողների թիվը նվազել է մոտ 1 միլիոնով, ինչի հետևանքով բարձրացել են աշխատավարձերը։ Մայիսի վերջին ժամավճարը հասել է $36.24, աճելով 0.4%-ով։ Փորձագետները նշում են, որ Թրամփի քաղաքականությունն ուղղված է տեղացի աշխատողների շահերին, նվազեցնելով աշխատաշուկայում մրցակցությունը։ Նյու Յորքում հրկիզել են ոստիկանության մեքենա, այս անգամ նախապատրաստված պայթուցիկ սարքի միջոցով, իսկ Բրուքլինում հրդեհվել է առնվազն 11 մեքենա։ Քննիչները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր մեքենայի անիվի տակ տեղադրված են եղել հատուկ սարքեր, ինչը վկայում է հանցագործության պլանավորման բնույթի մասին։ Տեսախցիկները արձանագրել են 2 դիմակավորված անձանց, սակայն նրանք դեռ չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը չի բացառում, որ դեպքը կարող է կապված լինել Նյու Յորքում ընթացող բողոքի ակցիաների հետ։ ԱՄՆ վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Թողարկման այս հատվածում անդրադառնանք միջազգային լուրերին։ Թրամփը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում իր մտահոգությունների մասին, ասել է, որ հիասթափված է թե Ռուսաստանից եւ թե Ուկրաինայից։ Նախագահի խոսքով կողմերը կարող էին հասնել համաձայնության, սակայն ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Նա շեշտել է, որ ռմբակոծվող քաղաքներում ապրող մարդիկ ապրում են մշտական սարսափի մեջ, չիմանալով արդյոք իրենց տունը կհայտնվի հրթիռի թիրախում, թե ոչ։ Թրամփն ընդգծել է, որ իրավիճակը անհանդուրժելի է եւ հավելել. «Մեջբերեմ, պարզապես հիասթափված եմ, որ սա դեռ չի ավարտվել, բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք կարգավորել իրավիճակը»։ Մեջբերման ավարտը։ Նրա խոսքերով խաղաղության հասնելն արդեն վաղուց անհրաժեշտություն է դարձել, հաշվի առնելով մարդկային մեծ կորուստները։ Տարածաշրջանային ավիափոխադրող Silver Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը սնանկության գործընթացի ձախողման պատճառով։ Ընկերության կայքում նշվում է, խնդրում ենք չգնալ օդանավակայան, քանի որ բոլոր չվերթները դեպի Ֆլորիդայի եւ Կարիբյան տարածաշրջանի ուղղություններ չեղարկվել են։ Սիլվերը փոխանցել է, որ արդեն վաճառել է իր ակտիվները, սակայն նոր սեփականատերը որոշել է չշարունակել թռիչքները։ Ընկերությունը ուղևորներին հորդորում է փոխհատուցման համար դիմել իրենց բանկերին կամ տուրիստական գործակալություններին։ Լոս Անջելեսի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների պատճառով տեղի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում գիշերը գործող բիզնեսների համար։ Տեղական բիզնեսներից շատերը ստիպված են փոխել աշխատանքային գրաֆիկը կամ ամբողջությամբ փակվել, ինչը հանգեցրել է եկամտի զգալի կրճատման։ Բիզնեսների սեփականատերերը նշում են նաև, որ աշխատակիցների ժամերը կրճատվել են, քանի որ պետք է հասցնեն հեռանալ կենտրոնից մինչև երեկոյան 8-ը։ Թեև պարետային ժամից ազատված են կենտրոնում աշխատողները, գործարարները գերադասում են ապահովել աշխատողների անվտանգությունը։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։
Տեսլան դատի է տվել իր նախկին ինժեներին, մեղադրելով նրան Optimus մարդանման ռոբոտի նախագծման գաղտնի տվյալների գողության մեջ։ Ըստ Տեսլայի, նա ընկերությունից հեռանալուց մեկ շաբաթ անց հիմնադրել է Proception անունով ստարտափը, որը 5 ամիս անց ներկայացրել է ռոբոտների ձեռքեր, որոնք նման են Տեսլայի մոդելներին։ Տեսլան պնդում է, որ նորաստեղծ ընկերությունը հիմնված է գողացված տեխնոլոգիայի վրա, ոչ թե սեփական նորարարության։ Խորհուրդ մեր հետևորդներին, եթե մտածում եք ներդրում անել կրիպտոարժույթի մեջ, ապա մասնագետներն ասում են, սկսեք վստահելի մետաղադրամներից։ Անհայտ ու շատ էժան քոինները կարող են ձախողվել, նույնիսկ եթե առաջին հայացքից խոստումնալից են թվում։ Պետք է առաջնորդվել ոչ թե գովազդներով, այլ վստահելի տեղեկատվությամբ։ Վաճառքների անկումից հետո Starbucks-ի նոր ղեկավարը սկսել է արագ փոփոխություններ իրականացնել վերակենդանացնելու ընկերությունը։ Նա կրճատել է մենյու, սահմանել պարտադիր գնում սրահում նստելու համար եւ ներդրել է նոր համակարգ, որը օգնում է աշխատակիցներին ավելի արագ ու կարգով սպասարկել պատվերները։ Նոր ղեկավարը ցանկանում է վերականգնել Starbucks-ի սկզբնական գաղափարը սրճարանը դարձնել հարմար վայր, որտեղ մարդիկ հաճույքով են գալիս։ Եթե ձեզ հետաքրքրում են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Կոնգրեսում ներկայացված բյուջետային նախագիծը նախատեսում է կրճատել սոցիալական աջակցությունը դաշնային ծախսերը նվազեցնելու նպատակով։ Ըստ հաշվարկի մոտ 15 միլիոն մարդ կարող է մինչև 2034 թվականը կորցնել անվճար բուժօգնության և սննդի ապահովման իրավունքները։ Այդ թվում հնարավոր է դադարեցվեն պետական սննդի և վճարային քարտերը, որոնք օգտագործվում են ամեն օր։ Սոցիալական կազմակերպությունները արդեն զգուշացնում են, որ այս փոփոխությունները հատկապես կազդեն տարեցների, միայնակ ծնողների և հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա։ Թրամփը ստորագրել է որոշում, որով դադարեցնում է Կալիֆոռնիայի այն ծրագիրը, որը 2035 թվականից սկսած արգելում էր բենզինով աշխատող մեքենաների վաճառքը։ Թրամփը նահանգի կանոնները անվանել է խենթություն, նշելով, որ դրանք վնասում են տնտեսությանը և սահմանափակում մարդկանց ընտրության ազատությունը։ Ի պատասխան Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել դատարան, փորձելով կասեցնել այս որոշումը։ Նրա խոսքով Թրամփի քայլերը վտանգում են մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը։ Բացի դրանից, Թրամփը չեղարկել է նաև դիզելային մեքենաների և բեռնատարերի արտանետումների սահմանափակումները, ներկայացնելով դա որպես ազատ շուկայի վերականգնում։ Սակայն բնապահպանները զգուշացնում են, որ այս որոշումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ մթնոլորտի և օդի որակի վրա։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում մարդիկ սկսել են շատ ավելի երկար ճանապարհներ անցնել մեքենաներով։ Սեդաններով և փոքր բեռնատարներով անցած կիլոմետրերի քանակը աճել է 47%-ով։ Դրա հետևանքով տրանսպորտը դարձել է երկրի ամենախոշոր արտանետող ոլորտը, ապահովելով ընդհանուր ջերմոցային գազի 28%-ը։ Արտանետումները նվազեցնելու համար ԱՄՆ-ն 2024-ին շարունակում է խթանել էլեկտրական մեքենաների տարածումը, նպատակ ունենալով մինչև 2030 թվականը վաճառքի կեսը դարձնել էլեկտրական։ Այս մեքենաները լինելու են հիբրիդ, լիցքավորվող հիբրիդ և ամբողջությամբ էլեկտրական տեսակներ, որոնցից վերջինը աշխատում է միայն մարտկոցով և ներկայում ամենաարագ զարգացող շուկան է։ 2021 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է մոտ 1,4 միլիոն էլեկտրական մեքենա, ինչը 88%-ով ավելի էր, քան 2020-ին։ Դրանցից 56%-ը եղել է հիբրիդ, իսկ մնացածը լիցքավորվող հիբրիդ և ամբողջությամբ էլեկտրական։ Ամեն տարի ամբողջությամբ էլեկտրական մեքենաների մասնաբաժինն աճում է։ 2024-ի սկզբին ԱՄՆ-ում գրանցվել է արդեն մոտ 3 միլիոն ամբողջությամբ էլեկտրական մեքենա, և դրանք գնալով գերակշռում են նոր վաճառքներում։ Առաջատար մոդելներից է Tesla Model 3-ը, որը դեռ 2019-ին կազմել էր լիցքավորվող մեքենաների վաճառքի 47%-ը, ավելի քան 154,000 վաճառքով։ Այլ հայտնի մոդելներ են Chevrolet Bolt-ը, Ford Mustang-ը և Hyundai Ioniq-ը։ Լիցքավորվող հիբրիդների թվում հատկապես պահանջված է Toyota Prius-ը։ 2024 թվականին ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաները դարձել են ոչ միայն նորաձևություն, այլև պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Ովքեր այս տարի գնում են նման մեքենա, շատ հաճախ օգտվում են դաշնային արտոնությունից, մինչև $7,500 հարկային զեղչ, բայց եթե մեքենան հավաքվել է ԱՄՆ-ում և ունի տեղական կամ դաշնակից երկրների մարտկոց։ Էլեկտրական մեքենաների տարածման կենտրոնը Կալիֆոռնիան է։ Այստեղ գրանցված են բոլոր ամբողջությամբ էլեկտրական մեքենաների 36%-ը։ Յուրաքանչյուր 100,000
օրինակ Չին բաժին են կնում 3026 մեքենա, Վաշինգտոնում 1805, Հավայան կղզիներում 1686, Օրեգոնում 1422, Կոլորադոյում 1405, իսկ Միսիսիպիում ընդամենը 110։ Չնայած աճին, ամբողջությամբ էլեկտրական մեքենաները դեռ նոր վաճառքների միայն 8%-ն են, բայց 2024-ի միտումները ցույց են տալիս, որ այս մեքենաները արդեն դուրս են եկել փորձնական փուլի սահմաններից։ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 330,000 ամբողջությամբ էլեկտրական մեքենա, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն շրջանի համեմատ։ Ամենամեծ վաճառքի ծավալը գրանցվել է հենց Կալիֆոռնիայում ավելի քան 115,000 մեքենա, ապա գալիս է Տեխասը մոտ 28,000, Ֆլորիդան 25,000, Նյու Յորքը 18,000 եւ Վաշինգտոնը 15,000։ Վաճառքի աճ նկատվում է նաեւ Միջին Արևմտյան նահանգներում, թեև այնտեղ ցուցանիշները դեռ ցածր են։ Վերլուծաբանների գնահատմամբ տարեկան վաճառքի ծավալը կարող է մոտենալ 1,4 միլիոնի, եթե աճի այս տեմպը պահպանվի մինչև տարվա վերջ։ 2024 թվականին ամբողջությամբ էլեկտրական մեքենաները ԱՄՆ-ում շատ արագ տարածվեցին։ Չնայած նրան, որ դրանք կազմում են շուրջ 8%, բայց այս տարածման տեմպերը հստակ ցույց են տալիս, որ երկրի էներգետիկ եւ արդյունաբերական քաղաքականության կարևոր մասն են դառնում։ Կոնգրեսում ուժի մեջ է պետական ծառայողների մասշտաբային կրճատումների օրինագիծը, որը դեռ մասկի օրոք էր դրվել, եւ այսպես նախատեսվում է կրճատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակազմը եւ դադարեցնել պետական ֆինանսավորումը հանրային հեռարձակող խոշոր կազմակերպությունների։ Օրինագծի ընդունման համար պահանջվում է միայն մեծամասնություն, ինչը մեծացնում է հավանական հաստատումը։ Սա կարող է զգալի ազդեցություն ունենալ ոչ միայն պետական աշխատողների վրա, այլև հասարակական լրատվամիջոցների գոյությանը եւ ԱՄՆ-ի արտաքին օգնության քաղաքականության վրա։ Ամերիկայում տեղի է ունեցել խոշոր տեխնոլոգիական խափանում, որը ազդել է Amazon-ի, Google-ի, OpenAI եւ Spotify հարթակների վրա, ինչպես նաեւ տուժել են այլ հարթակներ։ Նշեմ նաեւ, որ տասնյակ հազարավոր օգտատերեր հայտնել են խնդիրների մասին։ Խափանումների հիմնական պատճառը եղել է Google Cloud, իսկ Cloudflare-ն էլ հաստատել է, որ իր համակարգերն ունեցել են ընդհատումներ։ Որոշ ծառայություններ դեռ կարող են ժամանակավորապես չաշխատել կամ սխալներ տալ։ Թեև ծառայությունները հիմնականում վերականգնվել են, բայց սա ազդակ է, որ նույնիսկ ամենամեծ հարթակները կարող են անսպասելիորեն խափանվել։ Իսկ այժմ այն մասին, թե ԱՄՆ-ի որ նահանգներում են սպասարկման ոլորտում ամենաշատը թեյավճարներ թողնում։ Եվ այսպես Ամերիկայում թեյավճարների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նյու Հեմփշիրում, որտեղ հաճախորդները միջինում թողնում են 16%։ Այս նահանգին հաջորդում է Վաշինգտոնը, Հարավային Կարոլինան, Մինեսոտան եւ Հյուսիսային Կարոլինան։ Բացի բարեգթությունից, թեյավճարի մակարդակը կապված է նաեւ այն բանի հետ, թե որքան հաճախ են մարդիկ օգտվում ռեստորաններից։ Վաշինգտոնում, օրինակ, մեկ մարդու հաշվով ռեստորանային տարեկան ծախսերը գերազանցում են $10,000, ԱՄՆ-ում ամենաբարձր ցուցանիշը, իսկ թեյավճարների նվազագույն մակարդակով առաջատարը Յուտան է, ընդամենը 4%-ով, ինչին հաջորդում է Միսիսիպին, Ալաբաման եւ Այդահոն։ Այս տվյալները ցույց են տալիս, թե ինչպես են մշակութային, սոցիալական եւ տնտեսական տարբերությունները արտահայտվում ամենօրյա սովորությունների մեջ։ Եվ թողարկման վերջին լուրը։ Ամերիկյան մանրածախ ցանցը Costco-ն գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս հաճախորդներին մուտք գործել խանութ բացառիկ ժամերի՝ առավոտյան ժամը 9-ից 10-ը։ Այդ ընթացքում խանութը փակ կլինի հանրության համար։ Այս արտոնությունը հասանելի կլինի միայն այն հաճախորդներին, ովքեր վճարել են տարեկան $130 բացառիկ անդամության համար։ Այդ ընթացքում մյուս հաճախորդները ստիպված կլինեն սպասել, մինչև անդամները ավարտեն իրենց գնումները։ Նոր ծառայությունը արդեն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում։ Costco-ն ակնկալում է, որ այս քայլը կբարձրացնի գնումների հարմարավետությունը եւ կներգրավի նոր անդամների։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ինչ եք մտածում, արդարացի մոտեցում է, թե խտրականություն մյուսների նկատմամբ։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։